Ողջունում եմ իմ շատ սիրելի հետևորդներին եւ իմ ալիքի բոլոր հյուրերին։ Բարեկամներ, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք տապակած շամպինյոնով եւ հավի կրծքամսով շատ համեղ տոնական աղցան։ Աղցանի բոլոր բաղադրիչները մատչելի եւ հասանելի են եւ այն կարելի է պատրաստել ընդամենը 30 րոպեում։ Մեզ անհրաժեշտ է 500-ից 600 գրամ խոշոր շամպինյոն, 150 գրամ անկորիզ ձիթապտուղ, 50 մլ ձեթ, մի փոքր փունջ սամիտ, 2 ատամիկ սխտոր, ինչպես նաեւ 300 գրամ խաշած հավի կրծքամիս։ Աղցանը համեմելու համար պետք է նաև աղ և սև պղպեղից ճաշակի և ընդամենը 2 ճաշի գթալ մայոնեզ։ Սունկը հոսող ջրի տակ լավ լվանալուց հետո չորացնում ենք և կտրատում ենք կես սանտիմետր հաստությամբ։ Շամպինյոնը շատ չենք մարանցնում, որպեսզի աղցանը ունենա գեղեցիկ տեսք։ Տապակի մեջ լցնում ենք ձեթը, թողնում ենք մի լավ տաքանա, այնուհետև ավելացնում ենք սունկը։ Որպեսզի սունկը տապակվի և գեղեցիկ կարմրի, շատ կարևոր է, որ ձեթը լինի բավականաչափ տաք և սունկն էլ ավելորդ խոնավություն չունենա։ Սունկը պատրաստելիս թավան չենք ծածկում, իսկ աղն էլ պետք է ավելացնենք ամենավերջում։ Մինչև սունկը պատրաստ կլինի, մանրաթելերի ենք բաժանում թույլ աղաջրի մեջ խաշած 300 գրամ հավի կրծքամիսը։ Թանկագիններս, ընկով այս աղցանը այնքան համեղ է և տարբերվող, որ մեկ անգամ պատրաստելուց հետո բաղադրատոմսին անդրադառնալու եք շատ անգամներ։ Հավի միսը բզկտելուց հետո լցնում ենք աղցանամանի մեջ, չենք մոռանում խառնել նաև սունկը։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք իմ համեղ բաղադրատոմսերը։ Սունկը խառնելուց հետո համեմում ենք աղով և սև պղպեղով, կտապակենք ևս 2-ից 3 րոպե և կանջատենք կրակը։ Օղակաձև կտրատում ենք 150 գրամ ձիթապտուղ։ Թանկագիններս, այս աղցանը կարող եք պատրաստել վերցնելով նույն չափ կանաչ անկորիզ ձիթապտուղ, ըստ ձեր ցանկության։ Աղցանին թարմություն հաղորդելու համար մանր կտրատում ենք մի փոքր փունջ սամիտ։ Բարեկամներ, այս աղցանը համեղ է ստացվում, երբ օգտագործում ենք հատկապես սամիտ, քանի որ այն շատ լավ է համադրվում տապակած սնկի և հավի կրծքամսի հետ։ Բոլոր բաղադրիչները արդեն նախապատրաստել ենք, սունկն էլ գեղեցիկ կարմրել է։ Տապակած սնկի բույրը պարզապես անմահական է։ Թողնում ենք սունկը մի փոքր հովանա և ավելացնում ենք մնացած բաղադրիչների վրա։ Էլ ինչ հավի կրծքամսով և սնկով պատրաստված աղցան առանց 1-2 ատամիկ սխտորի, ավելացնում ենք սխտոր։ Որպեսզի բոլոր համերը իրար հետ խոսենք, ավելացնենք 1 պտղուն ծաղ և 2 ճաշի գթալ մայոնեզ։ Աղցանը մի լավ խառնելուց հետո կարելի է անմիջապես մատուցել։ Այս աղցանի և տեսքն է գեղեցիկ, տոնական և համն է արտակարգ, խորհուրդ կտամ պատրաստել և վայելել։ Դե ինչ թանկագիններս, այսօր էլ այսպիսի տոնական աղցանի հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։